Конечно же, мы заинтересованы в нашем участии Евразийском. Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ մասնակցությամբ եւ ուզում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Միխայել Միշուստինի հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո սա Հայաստանի վարչապետի առաջին աշխատանքային այցն է Ռուսաստան։ Եկատերինբուրգ քաղաքում Փաշինյանը մասնակցում էր Ինոպրոմ միջազգային ցուցահանդեսին, որի շրջանակում էլ հանդիպեցին երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Как до выборов, так и после выборов мы настроены на. Ինչպես մինչև ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ում մեր մասնակցությամբ։ Евразийском экономическом союзе. Փաշինյանի այցը Եկատերինբուրգ հաջորդեց վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արգելափակման որոշումներին, ինչի հետևանքով բազմաթիվ հայաստանյան ընկերություններ զրկվեցին իրենց արտադրանքը Ռուսաստան ու նաև այդ երկրի տարածքով այլ երկրներ արտահանելու հնարավորությունից։ Գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների ու ծաղկի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ հայկական ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը արտահանում էին Ռուսաստան, վերջին շրջանում մեծ կորուստներ են կրում։ Թերևս նաև հենց այս հանգամանքը հաշվի առնելով Փաշինյանն այսօր Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման հրապարակային մասում հատուկ շեշտեց. ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված դրույթները պետք է գործեն։ Мы заинтересованы в нашем участии. Շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսվում են ԵԱՏՄ համաձայնագրով, աշխատեն պլանավորված ռեժիմի համաձայն։ Կարծում եմ, որ դա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում։ В интересах дальнейшего развития Евразийского экономического союза. Փաշինյանն ի դեպ մինչև Ռուսաստան կատարած այցը վերջերս սուր քննադատության էր ենթարկել ԵԱՏՄ-ին, ասելով, որ այս կառույցը հիմնված է ֆինանսների, ապրանքների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի վրա։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա, ասել էր Փաշինյանը։ Հայաստանի վարչապետն այսօր ռուս գործընկերոջը փոխանցեց այս հանդիպումը, որը տեղի է ունենում հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո լավ առիթ է դիրքորոշումները համաձայնեցնելու համար։ В последнее время появились некоторые проблемные вопросы. Վերջին շրջանում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել եւ ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք ու կլուծենք այդ հարցերը։ Ինչպես ասացի, մենք կառուցողական ենք տրամադրված, որպեսզի քննարկենք ու պարզաբանենք բոլոր հարցերն ու նյուանսները։ Հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել։ Нам удастся решить конкретные вопросы. Ուշագրավ է, որ խոսելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին Ռուսաստանի վարչապետն այսօր հանդիպման հրապարակային մասում այդպես էլ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այս պահը չի շնորհավորել Փաշինյանին։ Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե սպասում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Այդ արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 14-ին, իսկ սահմանադրական դատարանը դրանք հաստատեց հուլիսի 4-ին։ Միշուստինը իր հրապարակային ելույթում չանդրադարձավ նաև հայկական ապրանքների սահմանափակումներին, փոխարենը հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսական ներդրողների համար։ Ваш первый зарубежный визит после. Սա ձեր առաջին արտասահմանյան այցն է հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։ Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում Հայաստանի նոր ձևավորվերի կառավարությունը կապահովի հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը բարեկամության, բարեդրացիության ոգով, փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերի հարգմամբ։ Взаимного уважения и учета интересов друг друга. Միշուստինը նշեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ցնցումներին Ռուսաստանը Հայաստանի հետ արտաքին առևտրի գործընկերների եւ ներդրողների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։ Թվարկեց հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային, էներգետիկ, ներառյալ ատոմային էներգիայի ոլորտներում համագործակցությունը։ Կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսաստանյան ներդրողների համար եւ ապահովի նրանց իրավունքներն ու շահերը։ Նիկոլ Փաշինյանը դեռևս ապրիլին խոսել էր հայկական երկաթուղու ռուսական կառավարումը այլ երկրի փոխանցելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի ղեկավարի համոզմամբ ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը։ Մոսկվայից կոշտ էին արձագանքել։ Երևանի այս հայտարարությունը որակելով տարօրինակ շեշտել էին, որ կոնցեսիան հնարավոր գնորդներին կարժենա առնվազն $250 միլիոն։ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։
Դատելով երկու երկրների վարչապետների պատվիրակությունների կազմից հանդիպման ընթացքում քննարկման առարկա կդառնան սեղանին գտնվող բոլոր կնճռոտ հարցերը։ Այսպես բանակցություններին ռուսական կողմից մասնակցում էին փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխարտգործնախարար Միխայիլ Կալուզինը, Ռոսելխոզնադզորի, Ռոսատոմի, ռուսական երկաթուղիների, Ռոսպոտրեբնադզորի ղեկավարները։ Հայկական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, ԱԳՆ-ի ու տարածքային կառավարման փոխնախարարները եւ Մեծամորի ատոմակայանի տնօրենը։ Հայաստանը հայտարարել է նոր մոդուլային ատոմակայան կառուցելու մտադրության մասին, սակայն պաշտոնական Երևանը առայժմ չի հստակեցրել, թե որ երկրի առաջարկը կընդունի՝ Արևմուտքի թե Ռուսաստանի։